Շնորհակալություն, հարակից զեկույցով հանդես կգա նախագծի հարակից զեկույցով Հասմիկ Հակոբյան, Համեցեք Տիկին Հակոբյան, պարոն Ռուբինյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ամբողջ մարդկության համար մեծ իրադարձություն է, որը հնարավոր դարձավ բազմաթիվ պետությունների եւ ժողովուրդների միասնական պայքարի շնորհիվ։ Բայց այսօր քննարկվող հայտարարության տեքստում այդ համամարտկային համագործակցությունը գրեթե անտեսված է։ Շեշը դրված է միայն խորհրդային միության վրա, առանց խոսելու այն երկրների մասին, որոնք ոչ պակաս վճռորոշ դեր են ունեցել հաղթանակում, ինչպես օրինակ Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի եւ այլ պետությունների մասին։ Բացի այդ, տեքստում արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցող իրադարձություններ, խոսքը Շուշի ազատագրման եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի մասին է։ Այսպիսի զուգահեռները որևէ առնչություն չունեն իրենց բնույթով, պատմական ժամանակով ու միջազգային ընկալմամբ։ Տեղեկացնեմ նաև, ինչպես նաև պարոն Աբրահամյանն ասաց, ազգային ժողովն իր պատմության մեջ ընդունել է թվով 14 հայտարարություն, որոնք վերաբերել են հրատապ հարցերին։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի կողմից ագրեսիային եւ այլն։ Նախորդիվ էլի այստեղ նստած նախկին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ այլ падգամավորներ կան, որոնք երբևէ չեն առաջարկել հայտարարության տեքստ ունենալ, օրինակ 75-ամյա Հոբելյանին, 70-ամյա Հոբելյանին եւ այլն։ Մշտապես հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահը, վարչապետը, ազգային ժողովի նախագահը։ Ուրեմն հարց է առաջանում, հարգելի գործընկերներ, ինչու են հանրապետական падգամավորներն առաջարկում հենց այս առիթով ընդունել հայտարարություն։ Նախ պատմեմ մի դրվագ մեր հանձնաժողովի քննարկումից, այս հարցին ի պատասխան պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Հայկ Մամիջանյանը ասաց, որ նախորդ Հոբելյաններին օրինակ մեր զորախումբը քայլել է Մոսկվայի հրապարակում եւ քանի որ այս տարի փաստորեն չի քայլել մեր զորախումբը Կարմիր հրապարակում, ապա սա յուրօրինակ կոմպենսացիա է հայտարարություն ընդունելը։ Մեր հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, ստացել է բացասական եզրակացություն եւ ձեզ էլ կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այժմ քվեարկության է դրվում քննարկված նախագիծը, խնդրում եմ ուշադիր լինել, հարգելի գործընկերներ։ Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծը 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը քվեարկություն։